Բարև ձեզ։ Առաջինի եթերում հարցազրույցի հերթական թողարկումն է։ Այսօր հայոց բանակի ծննդյան օրն է։ Հրաշալի առիթ է մի կողմ դնել ներքաղաքական բոլոր գործերը, մեկ օրով գոնե համբերություն մաղթել նախագահի թեկնածուներին եւ խոսել մեր երկրի համար թերևս ամենակարևոր ոլորտից, բանակից։ Իմ զրուցակից այդ գործին շատ լավ է տիրապետում։ Գեներալ լեյտենանտ Նորադ Տեր Գրիգորյանց։ Բարև ձեզ, գեներալ։ Բարև ձեզ, Տեր-ջան, բարև ձեզ։ Բերեք սկսենք շնորհավորանքից, որովհետև ես վստահ եմ, որ դուք կուզենաք այսօր շնորհավորել բոլորին, հատկապես դիրքերում գտնվող հայ զինվորներին։ Այո, շատ շնորհավոր եմ մեր զինվորներին, սպաներին, գինարներին, որոնք հիմա ծառայում են եւ այնպես են ծառայում, որ ոչ մի թշնամի չկարողա մեր հայ ժողովրդին վնաս բերի։ Էսի շատ լավ բան են անում, էլի։ Բայց ես շատ լավ սիրում եմ մեր զորամասները եղել եմ, դիրքերը եղել եմ, տեսնում եմ, բայց շատ դժվար օրերի մեջ եմ տեսել մեր զորքերը եւ նրանք դուք հիմա էլ կապը պահպանում եք մեր այո, ես բազի գալիս եմ էլի եւ տեսնում ենք իրար դիրքերում լինում ենք, ծանոթանում ենք զինվորների հետ, որովհետեւ մեր զինվորը, մեր հայ զինվորն է։ Շատերը չէին հավատում, որ մեզ հենց այդ դժվար տարիներին կհաջողվի բանակ հիմա։ Էսի շատ դժվար ժամանակ էր, երբ թշնամին հաղթա Երեք հիշենք այդ ժամանակները, 92 թվական կարծեմ, երբ դուք եկաք Հայաստան։ 92 թվականին ինձ կանչեցին այստեղ բանակ կառուցելու, մենք այստեղ ինժեներիս հետ ես սերեցինք կոնցեպցիա, այս կոնցեպցիայի մեջ դրեցինք ամեն շատ բանը, գնացինք 15 քանի 20 օր բոլոր դիրքերը նայեցինք, ինչ կա, ինչպես է թշնամին ինչ է անում, ուզում էր ջարդել մեր հայերին, ուզում էր հաղթել։ 92 ամենաբարդ ժամանակն էր։ Ամենադժվար ժամանակն էր, լույս չկար, հաց չկար, չգիտեմ, ջուր չկար, բոլոր տեղ կռիվ էր գնում։ Գեներալ, ձեզ հրավիրեցին Հայաստան։ Այո, ինձ հրավիրեց։ Ես Հայաստանում չէի ապրում, ես Վլադիկավկազից եմ։ Իմ Գերդաստանը Էրզրում, այս կողմից են Ղարս, Էրզրում, Վան, Մաշեցի, իմ անունը Նորադ է, բայց ես կոմից ոտ կարտալ Տարոն, ես կոմից ոտ կարտալ Տարոն է, ես կոմից կարտալ Նորադ։ Եվ իմ Գերդաստան, իմ հայրը տվել է այս անունը, ամենագլխավոր հերոս տեղի անունն է տվելի։ Ինչ որ ուվաս մեր գորը Տարոն, ուվաս մեր գորը Երևանը Տարոն, անունը Տարոն է, այմ անունը Նորադ է։ Հիմա այս շատ դժվար ժամանակ էր, ես դժվար ժամանակի հետ ինձ կանչեցին, որովհետև ես ամբողջ կյանքի մեջ զինվոր եմ եղել։ Դուք ցամաքային զորքերի հրամանատարն եք եղել։ Չէ, ես ցամաքային ես 3 տարի զինվոր եմ եղել Ռիգայում, հետո Չէ, վերջի պաշտոնը ԽՍՀՄ։ Ես եղել եմ վերջի պաշտոն, ես անցա պոլք, դիվիզիա, արմիա, Աֆղանստանում 3 տարի, առաջի տեղակալն էի, շտաբի պետն էի, եւ հետո ինձ փոխադրեցի Մոսկվա գլխավոր շտաբի տեղակալն էի, ես առաջի տեղակալն էի։ Ես 216 դիվիզիայի բանն էի, отвечал за их состояние, за их բակտաբայր։ Դե շատ ճիշտ էլ ձեզ գտել են, մեզ պրոֆեսիոնալ էր պետք այդ ժամանակ, որպեսզի բանակը երևի բոլոր ակադեմիա վերջացրել եմ, բրոնետանկո, училище танковое, բրոնետանկո ակադեմիա։ Հիմա արդեն պատմություն է, ստացվեց բանակ ստեղծելը։ Շատերը չէին հավատում, որ մենք կկարողանանք այդ դժվար ժամանակում։ Մեր ժողովուրդը հերոս ժողովուրդ է, ազնիվ պաշտպանեցին մեր Հայաստանը, մեր հայ ժողովուրդը, մեր դիրքերը, մեր հողը եւ ազատեցին մեր հողը ազատեցին, չգրավեցինք մի հատ բան, ազատեցինք, որովհետեւ այս հողերը Հայաստանի հողերն են, մեծ Հայաստանի, в состав Великой Армении входила земля эта, Великой Армении, եւ քանի տարի մնաց մինչեւ Պարսկաստանում, չէ՞, 1813 թվին Գյուլիստանսկի Ես դագավոր ոնց են ասում մոռացել եմ հայերեն դագավոր Գյուլիստանսկի դագավոր Գյուլիստանի պայմանագիրը երբ որ արդեն մեր Արցախը գնաց եկավ մտավ Ռուսաստանի մեջ չէ Ռուսաստանի մեջ 200 տարով մնաց մինչև 16 մարտի 16-ը 21 թիվը երբ որ Թուրքիան եւ Ռուսաստանի բոլշևիկների հետ բանկապեցին եւ մեր Ղարաբաղին եւ Նախճիվանը տվեցին Ադրբեջանին։ Գեներալ, բայց բանակի ստեղծմանը զուգահեռ մենք պետք է չմոռանանք այն մարդկանց կամավորներին,
ֆիդայիններին, ովքեր առաջին գծում էին այդ բանակը հետո հետևից եկան։ Այո, երբ որ ես եկա, այստեղ ֆիդայինները արդեն սկսվում էին, պաշտպանում էին մեր հողերը, մեր գերդաստանները Ղարաբաղում եւ մեր սահմաններում, եւ այնպես շատ լավ են պաշտպանում տղամարդիկ, երեխաներ, աղջիկներ, կանայք, շատ լավ են պաշտպանում, այնպես սիրով են պաշտպանում, էլի, բայց լավ հասկացան, որ այսպես չի կարելի, պետք է բանակ ունենալ։ Եվ այն ժամանակվա նախագահը շատ լավ մտածեց Վազգեն Սարգսյանի հետ եւ ասեցին պետք է բանակ կառուցել։ Ես ասեցի հա, անպաշար պետք է բանակ կառուցել, մենք գիտենք ինչպես կարելի է կառուցել եւ կառուցեցինք։ Կարվի ժամանակ այս թշնամին հաղթանում էր, թշնամին կռվում էր, թշնամին զարգում էր մեր հողերին, ռմբակոծում էր, մենք այս ժամանակ լավ բանակ կառուցեցինք։ Հիմա այնպես բանակ երեցինք, որ նա գնաց եւ ազատեց մեր ամբողջ մեր հողերը։ Գեներալ, որ թվականին մենք կարող ենք ասել, որ պատերազմի մեջքը կոտրված է, որ արդեն գիտենք ինչ է եւ ինչով այն կարող է ավարտվել։ Երբ որ մենք ելանք արդեն վայե 93-94 թվականին եւ երբ որ մենք այդտեղ այս դիրքերը Գորադես, Մարտունի, Մարդակերտ, այս կողմերը երբ որ արդեն ելանք, արդեն եւ արդեն Օմարսկի այս Գելբաջարի կով արդեն մերոնքն էին, այնտեղ արդեն всё թշնամին կարող է հələ հարաճ գնալ եւ այս թշնամու լավ պատժել, որովհետեւ կռվի օրենքը այնպես օրենք է, երբ որ թշնամին պետք է անպատճառ ջարդուփշուրենել, տանել այնտեղ որտեղից եկավ, բայց մենք ագրեսոր չենք։ Մենք այնպես երեցինք, որ մենք կայնանք, որովհետեւ թշնամին 4 անգամ ուզում էր կայնենք, մեկ էլ չենք ուզում կռմել։ Բայց մենք որ կայնում էր, նախապոմեր 94-ին 90 առաջ արդեն 90 վերջներ 94 ասում են մեկ էլ չենք ուզում կռվել, ասում հա, ես կայնում եմ։ Բայց եւ զենքով եւ զինամթերքով եւ թվականակով գերազանցում էր մեզ։ На նրանց это 4-րդ համարը армия, ասում են 4-я армия, была вооружена, оснащена на высшем уровне. А 7-я армия, которая находилась... Туркական զենք զինամթերքով։ Չէ, ռուսական, սովետական զինամթերքով, որովհետև սովետական ժամանակ 10,000 վագոն զինամթերք ուներ Ադրբեջանը։ Ամենագլխավոր տեղը, նգդեք մեկ քիչ երկու խոսք ռուսերեն ասեմ, у нас было направление... կարող եք ազատ խոսել, Дело в том, что здесь есть категории, которые применяются в военном деле. В Армении была 7-я полевая армия. В Азербайджане при Советском Союзе была 4-я армия. А 31-й армейский корпус в Грузии стояла. И вот самое главное стратегическое направление было азербайджанское направление на Иран, на Турцию, если вдруг Турция начнет воевые действия. Но и эта армия была самая крепкая армия. Десятки тысяч вагонов боеприпасов имела вот эта 4-я армия. И вот эту армию передали азербайджанцам. А 7-я армия вот в Армении, она была самая слабая. Она была, согласно ДОВСе, договора о коллективной безопасности, она была самая фланговая армия. И все танки, и все отсюда были убраны. И у нас было только, вот закончу, боеприпасы, полковой запас и дивизионный. Дивизионный запас взорвали Баловите. Кто, так и не понял, кто. Я не знал, кто. А в Азербайджане десятки тысяч вагонов боеприпасов было. Так вот, мы таким маленьким количеством, маленькой системой создали армию боеспособную, организованную, дисциплинированную, очень управляемую, с учетом опыта войны и в Афганистане, и во всех местах, с учетом бригад и так далее, мы создали такие организмы, которые и внутри его находились такие офицеры, солдаты, сержанты, армяне, в основном армяне, потому что мы не допускали, чтобы кто-то приехал там из какой-то другой нации и так далее. Мы должны сами воевать, сами погибать, если надо погибнуть, но защитить нашу землю. Հարգելի գեներալ, դուք նշեցիք, այո, բերեք մեկ անգամ եւս վերհիշենք, որովհետեւ դա այս տարիներ հետո կարծեք թե շատ չի շեշտադրվում, որ ադրբեջանցիներ մի քանի անգամ խնդրել են հրադադար։ Այո, 4 անգամ ասում են։ Եվ վերջին անգամ մենք ընդունեցինք այդ պայմանը։ Վերջին անգամ ընդունեցինք եւ այնտեղ Ռուսաստանը ասում է, արդեն ուզում է, սովետական բիճն ասում է, արդեն ուզում է կայնել, էլի։ Կայնանք։ Հիմա ինչու չեն հիշում, որ Ադրբեջանը ինքն է խնդրել։ Գիտեք, ինչ Ադրբեջանը զբաղվում է այս թշնամու ամենագլխավորը Ալիևը, չի ազգանունը։ Նա ասում է Ադրբեջանն է զբաղվում։ Այնպես Ադրբեջանն է անում, որ բոլորը հիմա իմանան, էս ինչ, այսպես է եղել, այսպես չի վախ։
Այն ժամանակ Ալիևը նրա հերը ամեն օր ուզում էր կայնեք։ Մենք որ կայնում ենք, ես խաբում էի։ Փորձված դիվանագետ էր, հասկանում էր ինչ է կատարվում։ Արդեն շատ խելքով մարդ էր, գիտեր որ ինչ է անում։ Այնակ չի կարելի։ Հիմա այդ Ալիևը ասում է, ես ուզում եմ ազատել մեր հողը։ Ազատել հումից, հայերին բոլորին շպրտե այնտեղից, չարտե հայերին, եւ այս հողը վերցնե։ Էսի մեր հողն է։ Մենք ազատել ենք մեր հողը, մենք չգնացինք իրանց դեմ։ Նա սկսեց կրիվը, մենք չարտեցինք եւ ազատեցինք։ Եվ մեկ կդոր հող չի կարելի նրան տալ։ Մեկ կդոր հող։ Ինչու է։ Մեր հողերը մնացին դեպի Արևմտյան Հայաստանում։ Մեր հողերը մնացին իմ Գերդաստաններից, Էրզրումից, Վանից, Ղարսեցի ենք մենք։ Արցախյան հողեր էլ կան, որ հիմա գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Արցախյանը, Շահումյանը, ես մի անգամ ինտերվյու տվեցի, ասեցի, это самая армия, азербайджанские вооруженные силы, они оккупировали армянские земли, они пусть уходят оттуда. А ОБСЕ не знает ничего. ОБСЕ очень плохо знает историю, и поэтому поддерживает Азербайджан. А пора изучить историю, что Карабах – это земля армянская, что Карабах или Арцах наш родной, он передан 16 марта 21 года Российской Федерацией и Ататюркской, Кемальской, турецкой организацией, непризнанными в мире государства, разделили Армению, Джавахетию передали Грузии, Нахчеван и Карабах передали Азербайджану, а Карс и Сурмалинский уезд Турции передали. Совсем окончательно разбили мою Армению. И это надо вернуть, между прочим. А как же? Бавонц. Ամերիկա բոլորը մենք նամակ ենք գրել, ներողություն վերջան, մենք նամակ գրեցինք բոլոր պրեզիդենտներին։ Մենք Սփյուռքում նամակ գրեցինք, ես ամենագլխավոր մենք ստեղծել ենք Նացիոնալնի կոնգրես Западных Армян, Парижում ստեղծել ենք։ Ես зампредседателя национального, я один из зампредседателя։ Այստեղ շատ լավ աշխատում է մեր Արագած Ախոյանը, շատ լավ է աշխատում այստեղ Հայաստանում։ Այո, հա, Հայաստանում։ Մենք հիմա այսպես նամակ են գրել բոլոր պրեզիդենտներին, թե լավ սովորեք, ինչ բան է։ Արցախը մերն է, հայկական։ Իսկ պատմությունը պիտի իմանալ։ Դիվանագիտական սեղանի շուրջ պիտի պատմությունը իմանալ։ Անպատճառ։ Բայց իրականություն է նաև այն, որ Ադրբեջանը զինվում է։ Զինվում է, զենք զինամթերք է ձեռք բերում եւ որոշ տվյալներով մի քանի անգամ արդեն գերազանցում է այդ զինամթերքի քանակը մեր ունեցածից։ Գիտեք ինչ, հիմա մի բանը ռուսերեն պատմեմ, есть договор о сокращении обычных средств вооруженной борьбы. Согласно договору, до все асумен, азербайджанцы капитально нарушают эти правила. Американцы, французы, то есть натовцы молчат, прикрывают. Из-за нефти, из-за чего? Ну, нечестно, прикрывают. Армения соблюдает эти правила. Вот во главе Верховного Главнокомандующим соблюдают эти правила. Армения имеет столько вооружения, сколько положено, как было до все. А они нет, они уже 4-5 раз. Ну, они, знаете что, готовятся к войне. Потому что по натовской программе надо иметь 4-5 раз больше средств вооруженной борьбы по отношению к своему противнику. Потому что там офицеры, между прочим, из турецких вооруженных сил. От начала командира батальона и выше офицеры турецкой армии. То есть НАТО оказывает помощь азербайджанским вооруженным силам в подготовке к войне. Это НАТО, а возглавляет НАТО Соединенные Штаты Америки. По-моему, надо разобраться с этим делом. Почему они готовят эту армию агрессивную, которая уничтожила в Сумгаите армян, бакинских армян, и потом пошла на Карабах и хотел Карабах уничтожить. Но не тут-то было. Уже Армения не та, армяне уже не те. Мы должны защищаться. Մեր պատասխանը որը պիտի լինի։ Մեր պատասխանը մենք պետք է ուժը ունենանք այսպես օրինապես ուժեղ բան զինվոր ունենք եւ բանակ ունենանք։ Ուժեղ բանակ ունենանք եւ լավ ապրենք։ Պետք է ստեղանբես լինի, որ մենք լավ ապրենք, երբ որ լավ կապրենք, բոլոր ժողովուրդը ցեղ պետք է գան եւ լավ բանակ ունենանք եւ բանակին պետք է օգնի, ամեն հայ պետք է բանակին օգնի, ամեն հայ։ Դուք բանակցությունների ընթացքին հետևում եք,
Այնինչ խոսում են Արցախյան։ Այո, ես բազի ստեղ գալիս եմ էլի։ Կարևոր է այստեղ ինչ բանակցությունները ինչ ընթացք կունենան։ Այսինքն մեր խնդիրը որը պիտի լինի։ Բանակցություններում Ադրբեջանը ինչ է փնտրում, հասկանալի է եւ մեզ կարևոր էլ չի այդքան։ Իսկ մեր խնդիրը որը պիտի լինի այստեղ։ Մեր խնդիրը պաշտպանենք եւ չթողնենք, որ այս ավազակը, այս թշնամին գա մեր դեմ։ Ամբողջ աշխարհը պետք է իմանա, նա ագրեսոր է, չպետք է դա մեր дем գա։ Ասես, եւ եթե մենք բանակը շատ ուժեղ լինի, ունենք, вооружение и наши средства вооруженной борьбы должны быть такие и иметь, знаете, оружие возмездия, чтобы он понял. Вот смотрите, я вам скажу, вот Россия сейчас строит вооруженные силы, но она еще не построила вооруженные силы. Но в директиве, в доктрине написала, если кто-нибудь нападет на Россию, я применю ядерное оружие. То есть у него есть оружие возмездия, никто на него не нападет масштабно. Вот Армения должна иметь оружие возмездия, чтобы ни одна, прошу прощения, негодяй не соизволил напасть на Армению и не соизволил какие-то шевеления производить. Мы миролюбивая страна, Армения. Она живет своей жизнью в блокаде 20 лет. 900 дней Ленинград в блокаде шел, все умерли. Армения живет. Наш народ, живучий народ. Очень ценный народ. Очень работоспособный народ. Дисциплинированный народ. Они должны открыть границу. И Грузия тоже должна открыть железнодорожное сообщение. А то Грузия тоже своего рода блокаду устроила Армении. А как же? Поэтому сейчас вот пришел Иванашвили, прогрессивная личность. Он очень грамотный человек. Он должен тоже содействовать в этом. Կա զենքի կամ զինամթերքի տեսակ, որից մենք խեղճանում ենք։ Հիմա ես չգիտեմ, ես չեմ կարող ասել, որ կա։ Չէ, մենք բոլոր բան ունենք։ Բոլոր բան կա, մեր զինվորները բոլոր բան ունին։ Եթե ես շատ լիներ, ինչ կարի կա շատ։ Ինչ որ կա, ինչքան կա, այսքան հերիք է։ Ուզում եմ այդ հարցնել, շատ այստեղ ինչքանով է կարևոր։ Շատ ունենալ։ Ենթադրենք, տանկերի քանակը շատ է։ Մենք ունենք X միավոր, նրանք ունեն X + Y միավոր։ Գիտեք, մենք պետք է այս բանով պետք է ունենանք 220 տանկ, մենք պետք է ունենանք 225-20 տանկ, նա պետք է ունենա։ Նա արդեն ունի 400-500, դե թող ունենա։ Մեր սարերը, մեր հողը 1000 տանկի հող է։ Մեր հողը, եթե լավ, գլխավոր լավ мозговито, если подумать, то у нас земля, рельеф местности, театр военных действий заменит 1000 танков. При хорошей организации обороны, при хорошем инженерном обеспечении, при прекрасном замысле защиты и так далее, Армения неприступная крепость. Но это надо сделать. Неприступная. Մենք պետք է լավ ծառայենք։ Մինչև Արցախ գալը, Արցախում եղել եք, տեղանքը գիտեք։ Քանի անգամ եղել եմ Արցախում, Մարտակերտում։ Մինչև պատերազմը։ Մինչև պատերազմը ոչ մի անգամ չեմ եղել։ Չէ, ես մինչև պատերազմը եղել եմ մի անգամ։ Այսինքն ինչպես հասցրեցիք այդ տեղանքը ուսումնասիրել, կողմնորոշվել, որտեղ պիտի դիրքավորվել, պատերազմը ինչ ուղղությամբ պիտի տանել։ Գիտեք, ես առաջ անգամ 87 թվին եկա Լենինական, մեր Լենինականում ամենասեկրետարем был горкома партии тогда Դոնարա Հարությունյան, այ բարև Դոնարա ջան, այն վաղտ չկար, при землетрясении Նա հիմա Երևանում է ապրում։ Да, ես այնտեղ, գիտեք, Ռուսիայում я поднимал дивизию по тревоге, значит, в Ленинаканскую 127-ю дивизию, значит, мобилизационное развертывание, потом перелетел на вертолете Ленкоран, ту дивизию поднял, и эти дивизии отправил в Азиане, в Грузии. Мы проводили крупнейшие фронтовые учения. Ես անգամ այսպես եմ եղել։ Հետո մի անգամ եղել եմ, որովհետև Հայաստանը այ Արությունյան կար մահացավ, Царство Небесное его, военный комиссар республики. Мы с ним, он мой подчиненный был, мы в Афганистане служили. Между прочим, ամսու 15-ին 40 օրն էր իրա, Царство ему Небесное. Я собрал афганских офицеров, генералов и устроил поминки в Москве. За 40 дней прошло, Царство Небесное ему. Եվ այս անգամ էլ չեմ եղել Հայաստանում, մի անգամ եղել է Տեր Պետրոսյանը был президентом, только призыв шел, вооруженные силы, а Советский Союз еле-еле уже существовал. И что-то в Армении задержали призыв. Но Арутюнян, военный комиссар был, он 100% выполнял. И вдруг Армения задержал призыв. Я был здесь у Тер Петросяна, я говорю, господин президент,
А почему вы задерживаете призыв вооруженных сил? Асуме, инш петкаче. Как петкаче? Неужели вам не нужно, чтобы люди пошли, послужили, изучили танки, орудия, все, вернулись домой, они военнообязаны, обученные? Խորհրդային բանակ, խորհրդային բանակ։ Խորհրդային բանակ советական. Հետո նա ասեց, հա, կարող է, Տեր Պետրոսյան ասեց, все, пожалуйста, вперед. Но чтобы здесь поближе. Я на Северном Кавказе мы их, а я отвечал за призыв вооруженных сил СССР, за мобилизационную боевую готовность, за технику, вооружение, обеспечение 216 дивизий. Поэтому я вот здесь так вот один раз там был. И больше я в Армении не был. 4 տարի մնացի Հայաստանում, 92-ից մինչև 95 թիվը, երբ որ Ձեր գործը կատարել գնացել եք։ Երբ որ վերջացեցի ներողություն, արդեն ես գնում եմ, ինձ ոչ մի բան պետք չէ։ Հիմա մենք մասնագիտական առումով մեր Բայց մեր սպաները գեներալները, մեր սպաները իմ ժամանակ մեզ լավ ծառայող են էլի, բոլորը, արտիլերիստի, ՊՎՕ, Սուխապուտի։ պետք է որ հիմա էլ մերոնք լավ ծառայող լինեն։ Հիմա ես բոլորի հետ ծանոթ չեմ, բայց ես շատ սպաներին Մոսկվայում, երբ որ ակադեմիա, երբ որ վերջացնում էին, ինձ ակադեմիայի начальникները կանչում էին, ասում են կարող եք պարոն գեներալ, իրանց դիպլոմեր։ Ես բոլորի շատերին գիտեմ, ով ինչպես սովորում է։ Ես մինչև անցյալ տարին 2 անգամ մեր սպաներին հավաքում էի Մոսկվայում, այնտեղ մի կդորում մի քիչ հայ բան հարուստ մարդ կա, վերցնում ենք ռեստորան եւ գալիս են 40-50 սպա, նստում ենք եւ լավ խորատակ ենք։ Հայաստան հայկական բանակի սպաներ։ Հայկական բանակի սպաներ, որոնք սովորում են բան են Ռուսաստանում։ Բավոնց, էսի մեր ժողովուրդն է, հայն էլի։ Դեր մեր սպաներն են, շատ լավ սպաներ են, շատ лав, ասում ենք լավ սովորեք, потому что мы находимся в состоянии войны. Вы не должны учиться просто так учиться. Нет. Армянин должен учиться так, чтобы всю науку взять и внедрить в войска, и совершенствовать, и быть боеспособным, и боеготовным. Մենք պես սպաչես, Ռուսաստանի պես, եկավ սովորես, պես գնաց թադրոն, մադրոն, ես կոմ եկով, չէ, դու պետք է լավ սովորես, որովհետև մենք կռվի մեջ ենք, եւ մենք պես պետք է ուժեղանա, որ թշնամին հիմանա, էսի շատ ուժեղ մարդ են, էսի պես չէ, գլորվելով, չէ, շատ ուժեղ մարդ պետք է լինենք, այսպես պետք է մի հայ ժողովուրդը այսպես պետք է լինի։ Ձեր խոսքը շատ ոգևորիչ է, գեներալ։ Շնորհակալություն, որ մեր հրավերը ընդունեցիք։ Ես վստահ եմ շատ ծառայողներ այսօր ոգևորվեցին ձեր խոսքից, հատկապես ելի եմ ասում դիրքերում գտնվող զինվորները, ովքեր гишер у зор пашпаном мер саманere. Они очень здорово защищают Отечество, должны дисциплинированно, порядочность, организованность, уважение, честь. Они защищают свои семьи. Они защищают не Карабах, нет, не Арцах. Они защищают всю Армению вместе с Арцах нашим полностью. И все армянство. Արմյանство, որով բոլորը գիտեն, որ հայերը ազատեցին եւ ջարդեցին թշնամուն։ Եթե թշնամին գա, ելի պետք է ջարդեն, բայց թշնամին չպետք է գա։ Եթե մենք ուժեղ լինի, թշնամին չի գա։ Հիմա ես մի քանի գեներալ եկել են արտասահմանից, ես կապակցությամբ էլի։ Либана из Чили, это из Чили, из Ливана, вот мы встречали сейчас, из Франции, со мной приехали генералы Чобанян, Арутюнов, Роман Сергеевич, вот. Очень мы вот сейчас встречаемся. Շատ լավ է, որ մեր թիկունքին դուք կանգնացեք։ Շատ շնորհակալ եմ, որ ինչ կանչել են, նայենք ինչ բան կա, նայենք մի քիչ ցանոթանանք, շփվենք իրար հետ, էլի։ Եվ ցանկանում եմ երկար կյանք, առողջ եղեք եւ մեր զինվորին Աստված պահապան։ Շատ շնորհակալ եմ ձեզ բոլորին։ Շատ շնորհակալ որ կանչեցիք ստեղ եւ խոսակցություն։ Հարցազրույցների եթերում այսօր հայոց բանակի ծննդյան օրն է, իմ զրուցակիցը գեներալ լեյտենանտ Նորադ Տեր Գրիգորյանցը։ Հաջողություն։